Նա անցել է պատերազմով, տեղահանությամբ, բայց երբեք չի դադարել գնալ իր նպատակի հետևից։ Կարեն Սարգսյանը Շուշիից է։ Սամբոյով սկսել է զբաղվել հենց հայրենի քաղաքում, երբ դեռ 12 տարեկան էր։ Սամբոն ինձ համար կյանքից մի մասն է, հենց սամբոյով կարելի ասել ես ապրում եմ եւ առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը, հենց այդպես էլ ապրում եմ։ Արդեն 11 տարի է, մարզական ուղին չի ընդհատվել, չնայած պատերազմի հետևանքներին։ 2020-ի պատերազմից հետո թիմի կազմում մարզումները շարունակել է Ստեփանակերտում հիմնադրված Ադամյան ակումբում, 2023-ից Երևանում։ Ունեի մեծ հիմք, ունեի նպատակ առջևում եւ պետք է անպայման հասնեի դրան, քանի որ ինքս ինձ եւ մարդկանց խոսք էի տվել, որ պետք է դառնայի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ ինչու՞ չէ նաեւ երբ սամբոն դառնա օլիմպիական խաղերի մի մաս, ես կարող եմ օլիմպիական նաեւ չեմպիոնի տիտղոսին հասնել։ Հունիսի 7-ից 8-ը Երևանում կայացած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունը Կարենի համար պատմական էր։ Մեծահասակների մրցաշարում սա նրա առաջին ոսկին է։ Մրցաշարին հենց այս մարզադահլիճում է պատրաստվել։ Այստեղ էր ձևավորվել նրա հաղթողի կամքն ու վճռականությունը։ Պատրաստվել ենք ամենայն լրջությամբ, քանի որ մրցմանը մասնակցում են աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ եւ պետք է մոտենալ շատ լուրջ մրցմանը։ Ամենալուրջ մեդալը երևի եղել է անցած տարի, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր եմ դարձել, աշխարհի առաջնությանը նույնպես մասնակցել եմ, բայց մի բան չհերիքեց, որպեսզի հասնեի իմ նպատակին, ու այս տարի նորից չհանձնվեցի եւ աշխարհի գավաթակիր դարձա։ 28 երկրի ուժեղագույն մարզիկներ են մասնակցել սամբոյի աշխարհի գավաթի առաջնությանը։ 4 գոտեմարտում Կարենը հաղթել է ու քայլ առ քայլ հասել ոսկե մեդալին։ Կնշեմ կիսաեզրափակիչ գոտեմարտս, ում դեմ պայքարը ավելի շատ դժվար էր, քանի որ նա փորձառու եւ տիտղոսակիր մարզիկ էր, հնգակի Եվրոպայի աշխարհի չեմպիոն էր, Վրաստանի ներկայացուցիչը։ Եզրափակիչում էլ մրցեցի Թուրքմենստանը ներկայացնող մարզիկի հետ, ու նրան մարզիչիս թելադրանքներով ճիշտ սխեմա գծեց մարզիչ եւ այդպես էլ կատարեցի գոտեմարտս ու հասանք մեր ուզած արդյունքին։ Կարենը Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր։ Ամենուր փորձել է բարձր պահել եռագույնը։ Ներկայացել եմ Հայաստանը, ես Արցախի հայ եմ եւ մեծ պատիվ էր ինձ համար մասնակցել այդքան դժվարություններից հետո, ու այդ հաղթանակը մեր բոլոր արցախցիներինն է, ոչ միայն շուշեցիներին, այլ բոլոր արցախցիներին է։ Կցանկանայի շնորհակալությունս հայտնել մարզիչիս, ով ինձ համար ոչ միայն մարզիչ է, ընկեր, եղբայր, հարազատ, ամենամոտ մարդկանցից մեկը, եւ ում ես վստահել եմ իմ ամբողջ սպորտային կյանքը, եւ առանց նրա ես չէի կարող նույնիսկ մասնակցություն կամ ինչ-որ մի սպորտային միջոցառման մասնակից լինել։ Շնորհակալություն Արմեն Ադամյանին։ Կարենի այս ոսկին միայն մարզական հաղթանակ չէ։ Սա ուղերձ է մի ժողովրդի, որն անգամ տեղահանվելուց հետո չի դադարում կառուցել, հաղթել ու ապրել։ Կարենի հաղթանակը ապացույց է, որ արցախցու ոգին անպարտելի է։